Բնավ հուսադրող մեկնարկ չէ, ես կարծում եմ։ Այո, իհարկե տրված է, որովհետև 26 թվականի ընտրություններից առաջ Փաշինյանին պետք է որ ինքը ինչ-որ մեկին մերժի նորից։ Նրա ամբողջ քաղաքականությունը եւ այսպես ասած քաղաքական տեխնոլոգիաները միշտ հենված են եղել ինչ-որ մեկին մերժելու, նեգատիվ ֆոն ստեղծելու, հա, եւ այդ նեգատիվ ֆոնի վրա նորից իշխանության գալու։ Հիմա այդ առումով 2021 թվականի 2018-ին Սերժ Սարգսյանն էր, 21-ին Ռոբերտ Քոչարյանն էր, հիմա եկեղեցին է։ Կաթողիկոսն է։ Այսինքն իշխանությունն է ընտրել թիրախը, թե միանշանակ իշխանությունն է ընտրել եւ դրա համար կան ներքին պատճառներ, ներքին պատճառներից մեկը այդ քաղաքական տեխնոլոգիաներն են եւ իշխանության վերընտրման նպատակն է, փորձելով այդ տեխնոլոգիաներով հնարավորինս կոնսոլիդացնել այն մարդկանց, ովքեր եկեղեցին եւս դասում են նախկինների շարքին եւ ուզում են լուծել, այսպես ասած, եկեղեցու հարցերը։ Եվ դա արտաքին քաղաքական կողմն է, որը շատ ներդաշնակ է թուրք-ադրբեջանական օրակարգերի հետ, առայն որ ազգային Հայաստան հայ առաքելական եկեղեցին որպես միջազգային ազդեցիկ դերակատար այդ իմաստով վտանգ է ներկայացնում եւ գլխացավանք է թե թուրքերի եւ թե ադրբեջանցիների համար, որտեղ հայ առաքելական եկեղեցին միշտ ազգային օրակարգերի շուրջ փորձում է ինչ-որ ակտիվություն ցուցաբերել։